Իհարկե գիտակցում են, նրանք պատրաստ են, Նիկոլը պատրաստ է ամեն ինչ տալ, պատրաստ է Հայաստանն էլ դնել զոհասեղանին, դիմացը ստանալու մեկ բան, Ալիևի եւ Էրդողանի կողմից իրեն շնորհված անվտանգություն իր ընտանիքի, իր ընտանիքի համար կյանքի իրավունք։ Այսօր Նիկոլը կռիվ է տալիս կյանքի իրավունքի համար։ Ես լսում եմ Ալիևին հարց են տալիս, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, ես հիմա ուղիղ ցիտեմ ուրեմն Ալիևին, ինչ է ասում Ալիևը, ասում է երբ կավարտվի պատերազմը հարցնում են Ալիևին, Ալիևը պատասխանում է պատերազմները ավարտվում են միմիայն կապիտուլյացիաների ստորագրումով, այսինքն Ալիևը բացեբաց հայտարարում է, որ այնինչ մեր բոլոր պայմանները կատարելուց հետո ստորագրելու եմ ես Հայաստանի հետ, դա Հայաստանի հերթական կապիտուլյացիայի փաստաթուղթն է։ Եվ այսքանից հետո դեռևս կան ինչ-որ քաղաքական իմբիցիլներ, որ փորձում են խաղաղություն բառը տարբեր հոլովներով հոլովել, հասարակությանը կերակրել ֆեյք խաղաղությամբ եւ ֆեյք անվտանգությամբ։ Մարդը ասում է, ստորագրելու եմ Հայաստանի կապիտուլյացիայի թղթի տակ Նիկոլի հետ միասին, միայն այն դեպքում, երբ որ Հայաստանը կատարի պահանջների շարքը, ինչպես արդեն թվարկեցինք սահմանադրությունը, իդեպ երեք Նիկոլը հայտարարում էր, որ այո, մեր սահմանադրությունը խնդրահարույց է, ինքը իրավական ճեղքեր ունի, այն նույն Նիկոլը, որ 18 թվականին ասում էր, որ այս սահմանադրությունը լիուլի բավարարում է երկրի բնականոն կյանքը ապահովելու համար եւ ինքը բացարձակապես խնդիր չունի եւ իրենց օրակարգում սահմանադրության փոփոխություն չկա, այսօր ասում է դե այդ իրավական ճեղքերը պիտի լցնենք, այդ իրավական ճեղքերը, այդ քո ճեղքերը չեն, այդ Ալիևի ստեղծած ճեղքերն է, որ քեզ գցել է այդ ճեղքի մեջ եւ ստիպում է կատարել իր բոլոր պայմանները, այդ թվում գնալ հերթական կապիտուլյացիայի, Հայաստանի հերթական կապիտուլյացիայի, այսինքն կրկնակապիտուլյացիայի։